Ողջունում եմ ձեզ, մեզ հետևող սիրելի հայրենակիցներ։ Ինչպես գիտեք, իմ հեղինակային հաղորդաշարի նոր եթերաշրջանը սկսում ենք այսօր։ Առաջարկում եմ նաև անպայման բաժանորդագրվել Եվրոմեդիա 24 ալիքին եւ հետևել մեր հաղորդումներին։ Այսօրվա մեր հյուրն է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը։ Բարև ձեզ, պարոն Շարմազանով։ Բարև ձեզ, պարոն Բաբայ։ Ողջունում եմ ձեզ մեր նոր եթերաշրջանում եւ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք անպայման գալու։ Այսօր Հայաստանում են Բելգիայի Թաքուհին եւ ԵԱՀԿ գործող նախագահ, ինչպես հասկանում ենք, արևմուտք, արևելք, ինչ որ աժիոտաժ է տիրում, արդյոք դա կախված է եւ գլոբալ քաղաքական աշխարհակաղակական գործընթացներից, ուկրաինական ճգնաժամ, պատերազմ եւ Կովկասում միջին արևելքում տիրող իրավիճակից, թե դուք գտնում եք, որ 26 թվականի ընտրություններից առաջ արևմուտքը փորձելու է լուրջ դեսանտ իջեցնել Հայաստան եւ ինչ որ ձևով փորձելու է կրկնել այն երկրների փորձը, որտեղ արևմուտքը կարող է առավել արևմտամետ իշխանություն ձևավորել եւ քայլեր ձեռնարկել իր ուժեղացման դիրքերի ամրապնդման համար ընդդեմ ուրեմն ռուսական քաղաքականության, հենց Ռուսաստանի որպես պլացդարմ դարձնել Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ եք կարծում այս հարցի շուրջ։ Կարծում եմ հավաքական արևմուտքը, ինչու՞ չէ նաև Թուրքիան, որովհետև գլոբալ իմաստով ՆԱՏՕ-ի անդամ է, նայել է հավաքական արևմուտք, չնայած առանձին թուրքական աշխարհի մաս է կազմում, բայց հավաքական արևմուտքը 18 թվականին արդեն Հայաստանում դեսանտ իջեցրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսքով, այսպես կոչված Թավշյա հեղափոխության։ Դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը լիարժեքորեն արևմուտքի վերահսկողության տակ է։ Ես չեմ կարող ասել ով վերահսկողության տակ է, բայց մի բան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վրա շատ մեծ է արևմուտքի ազդեցությունը, եւ դա նոր չէ, որ ես դրա մասին ասել եմ, ես դրա մասին ասել եմ դեռևս 18 թվականի սեպտեմբերին, երբ որ Ազգային ժողովի փոխնախագահ է դեռ, ընդդիմադիր արդեն, երբ որ հավաքական արևմուտքի ներկայացուցիչ Միացյալ Նահանգների նախագահի արտաքին անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնը Երևանում հայտարարեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի եւ հայ ժողովուրդը պետք է հրաժարվեն իրենց ազգային ու պատմական գաղափարներից, դա փաստացի հանձնարարական էր Փաշինյանի իշխանությանը եւ մենք տեսանք, որ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Արցախից հրաժարվեց, եւ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվեց, եւ ավանդական արժեքների քարոզից հրաժարվեց, եւ հայոց պատմությունից, եւ հայ եկեղեցու պատմությունից հիմա էլ նաև արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու հովվապետի դեմ։ Բայց մենք միաժամանակ կներեք, միաժամանակ տեսնում ենք, որ նույն Մոսկվայում եւ ռուսական շրջանակներում Նիկոլ Փաշինյանը շարունակում է այցերը, հանդիպումները եւ քաղաքականությունից չհասկացող մարդիկ, չեմ ասում վերլուծական շրջանակները, չեն կարողանում հասկանալ այդ տարբերությունները, այսինքն Մոսկվայի հետ հակադրություն չեն տեսնում, հետեւաբար եթե չեն տեսնում, նաև մտածում են, բայց ոնց հաստատվում, որ համընդեղ է։ Եվրամիության անդամ Սլովակիայի վարչապետն է Մոսկվա այցելում, Սերբիայի վարչապետն հələ Սերբիան Եվրամիության անդամ չէ, ՆԱՏՕ-ի անդամ պետության ղեկավարներն են այցելում, Էրդողանն էլ է այցելում, Էրդողանի փոքր եղբայր Ալիևն էլ է այցելում, բայց դա չի նշանակում, որ Մոսկվան դրանց հետ ունի այդպես փայլուն դաշնակցային հարաբերություններ։ Մի բան ակնհայտ է, որ 18 թվականի համեմատ ոչ Մոսկվայի, ոչ Երևանի խոսույթում այլևս դաշնակցային հարաբերություններ, ոչ բառերը կան, ոչ էլ իրական է դաշնակցային հարաբերությունները։ Եվ մի բան ակնհայտ է, որ 18 թվականին, եթե Հայաստանի Հանրապետությունը ինքը համարվում էր ՀԱՊԿ առանցքային պետություններից մեկը, ապա մենք հիմա տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը փաստացի չկա, սառեցրել է հարաբերությունները եւ մնացել է հիմնականում ԱՊՀ-ն էլ այնտեղ ձևական բան ունի այդ գնալ գալը, Եվրասիականի հաշվին, Եվրասիականը օդու ջրի պես Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, պարոն Բաբայան ջան, որովհետեւ Եվրասիականի հետ արևելաշրջանառությունը քիչ թե շատ պահում է Հայաստանի տնտեսությունը։ Վերջի հանդիպման ժամանակ եւ Նիկոլ Փաշինյանը, ես մի քանի առիթներով ասել եմ, դե իրանց խնդիրն է, բայց մի կարևոր բան եմ ուզում ասել մեր ժողովրդի համար, Նիկոլ Փաշինյանի դասատուները Արևմուտքում եւ Թուրքիայում շատ լավն են,
պրոֆեսիոնալ է եւ շատ ճիշտ է իրեն դասավանդում, տեսեք, ինքը 2 քայլ դեպի արևմուտք անում, 1 քայլ դեպի Ռուսաստան, որ այդ ամեն ինչը միանգամից չլինի, էլի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բնականաբար ռուսների հետ էլ կարող է առևտուր անել եւ ինքը տակից օժանդակում է արևմտամոլ կամ արևմուտք գնացող, ԵՄ գնացող ուժերին, որպեսզի Ռուսաստանին ցույց տա, որ իր այլընտրանքը օրինակ այս կամ այն արևմտյան ուժն է, արևմտամետ ուժն է, որպեսզի չարիքի փոքրագույնը ինքը մնա։ Եվ ես մի բան էլ ակնհայտ է, որ իհարկե ինքը Ռուսաստանի հետ էլ որոշակի փորձում է հարաբերություններ պահպանել, բայց այդ հարաբերությունները մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անվանել դաշնակցային։ Դրանք կարող լինել նույնիսկ գործընկերային էլ չեն։ Ամեն ձև կարելի է անվանել ոչ դաշնակցային, ոչ էլ գործընկերային։ Ոնց որ ասած շարունակություն Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ինձ մեկը եթե ինքը մայիսին այդ եվրոպական ֆորումն է կազմակերպում, եթե ինքը իր թիմը ազգային ժողովում օրենք է ընդունում, ըստ որի Հայաստանը պետք է գնա Եվրոպական միություն, եթե Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի իր վերջի ելույթում Ռուսաստանին որպես դաշնակից չի ներկայացնում, բայց բարձիկ ընթերցեք, չկա այլևս։ Հասկանալի է, բայց նաև հայտարարում է Հայաստանի նպատակի մասին Եվրամիությունից նայենք, պարոն Շարմազանով, վերջի հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինին, երբ որ ներկայացվում էին Եվրասիական միության ցուցանիշները եւ առևտրաշրջանառությունը, իսկ ինչպես հայտնի է, հա, անցյալ տարվա շրջանառությունը 10 միլիարդ դոլարը գերազանցել էր, մոտավորապես 12 միլիարդ դոլարի շրջանակներում, իսկ այս տարվանը ոնց որ թե ավելի ցածր է կեսով չափ։ Բայց ինչն է այստեղ խնդիրը, որ օրինակ արևմուտքը հասկանալով այս ամեն ինչը, որ Հայաստանը պորտալարով կապված է, հա, Ռուսաստանի Դաշնության հետ առաջին հերթին տնտեսական առումով, այս պայդրությամբ, բայց որը նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի բարձրաձայնում եւ չի տալի առաջնայնություն, որ հենց Ռուսաստանի շնորհիվ է, հա, տնտեսական նման ներդրումներ արվում եւ ընդհանուր առմամբ Եվրասիական միության շրջանակներում մենք ունենք նման ապրանքաշրջանառություն, այլ անդադ ֆիքսվում է Եվրոմիություն գնալու, վիզաների ազատականացում եւ այլ եւ այլ։ Հիմա այստեղ հարցը ինչումն է, մեր խոսակցության սկզբում մենք ոնց որ 26 թվականի ընտրությունները չշրջանցեցինք, այլ ընդհակառակ փորձեցինք այդ հարցը բերել ասպարեզ։ Ինչ է կարծում, արևմուտքը կգնա ինչ որ նոր քաղաքական կոնսոլիդացիոն, ինչ որ թիմի ձևավորմանը ընդառաջ 26 թվականի, թե իրենց բավարարելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այսինքն ունեցած այն մեծամասնությունը, որ իրանք ունեն, փորձելու է արևմուտքը աջակցել իրենց վերարտադրությանը։ Ոնց է օրինակ դու պատկերացնում ես։ Թե կբերեն նոր ուժ կմտցնեն նաև որպես զապաս։ Պլան անկլինի Նիկոլ Փաշինյանը, սա ակնհայտ է, սա ակնհայտ է։ Չմոռանանք թուրքական գործոնը, թուրք-ադրբեջանական, իսկ 18 թվականի Թավշյա հեղափոխության մեջ հենց Իլհամ Ալիևն է ասել, որ Ադրբեջանն ունեցել է լուրջ դերակատարում։ Ես փաստերով եմ խոսում։ Նիկոլ Փաշինյանից ավելի ձեռնտու դժվար թե ունենան, պլան ան կլինի Նիկոլ Փաշինյանը, բայց պլան B-ով էլ կաշխատեն, ես հիմա չեմ ուզում տարբեր գործիչների ու անուններ տան, բայց այդ գործիչները կան եւ ԿՊ-ում, եւ կառավարությունում, եւ կառավարությունից դուրս կան, ասինքն արևմուտքը զարմանալի չի, որ ինքը մի պլանով չի գործում, ինքը միշտ ունի մի քանի տարբերակներ։ Իշխանության ներսից ստեղծեն ինչ որ մի հատ այլ ընտրան, թե դրսից բերեն։ Չէ, դրսից պիտի բերեն։ Այդ դրսի կուսակցությունից ես գիտեք հիմա չեմ ուզում այսքան ոչ իշխանական հիմա լուրջ 8 ամիս կա մենք տենց տեսականորեն բաներ խոսանք էլի մանավանդ մենք երկուս էլ ակտիվ քաղաքական գործիչներ ենք ոչ թե քաղաքագետներ իմ կարծիքով հետեւյալն է որ արևմուտքի համար առաջնային գործընկեր այսօր մնում է Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանի թիմում կլինեն գործիչներ որոնք արևմուտքի համար ավելի հաճելի կլինեն քան Նիկոլ Փաշինյանը բայց այդ գործիչները ունեն այդ վարկանիշը կամ այդ ուժը կամ այդ ազդեցությունը ԿՊ-ի ներսում քան Նիկոլ Փաշինյանը իհարկե ոչ եւ կան նաեւ գործիչներ որոնք Նիկոլ Փաշինյանին լոյալ են իբր թե դիմադիր են բայց էլի գործում են այդ դաշտում դա երրորդ սցենարը կարող լինի բայց ես համոզված եմ որ արևմուտքը պաշտպանելու է Փաշինյանին եւ նրա ԿՊ-ին։ Ինչու որովհետեւ Փաշինյանն անում է այն, ինչ որ իրենք իրան ասում են։ Արևմուտքի նպատակն է գլոբալ իմաստով, որպեսզի Ռուսաստանը որպես ամենաառանցքային խաղացող Հարավային Կովկասում չլինի, այսօր մենք կարող ենք ասել, որ եթե 5 տարի, 6 տարի, 7 տարի առաջ Ռուսաստանը ամենաառանցքային խաղացողն էր,
այսօր դրա մասին չեն կարող ասել։ Էլի առանցքային խաղացողներից մեկն է, էլի կարևորագույն խաղացողներից մեկն է, բայց որևէ ինքնախապեյություն կլինի, մենք ասենք Ռուսաստանի ազդեցությունը, Ռուսաստանի վարկանիշը նույնն է, ինչ որ կար 5 տարի կամ 3 տարի կամ նույնիսկ 2 տարի առաջ։ Այդպես չէ։ Այդպես չէ, եւ բայց ես կարծում եմ, որ ոչ միայն Արևմուտքը, բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, այդ թվում նաեւ Մոսկվան, իրանք էլ են զբաղվում, կմտայի իմ կարծիքով իրենց ազդեցությունը այստեղ պահպանելու կամ զարգացնելու ուղղությամբ։ Բայց մեզ անհրաժեշտ է մի բան, մեզ պետք են ուժեր, որոնք ոչ թե կառաջնորդվեն Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի, Պեկինի կամ Թեհրանի ու Անկարայի շահերով նախ եւ առաջ, նախ եւ առաջ պաշտոնական Երևանի շահերով։ Մեզ պետք չեն Մոսկվայի շեստորկաներ կամ Անկարայի ու Վաշինգտոնի շեստորկաներ։ Եթե շեստորկեն շեստորկա է, էլի կներես։ Ինչ կապ ունի ու դրա։ Թեկուզ իմ դաշնակցին է շեստորկա չէ ինքը։ Համաձայն, միանշան։ Ինչ կապ ունի պրապորշիկա թե բանա ռուսական պրապորշիկա ազատերևություն թե բանա ամերիկյան պրապորշիկա դերություն ոնց են ասում թե նրանց շահերի սպասարկումն է մենք կոնկրետ մենք մեր կուսակցությունը միշտ ասել ենք մեր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պաշտպանման խորացման կողմնակիցներ ենք բայց Հայաստանի անկախությունը անսակարկելի է բացարձակ արժեք է այս համար ու պետության ազգային նկարագիրն են նույնպես Վերադառնանք մեր այսօրվա օրակարգին, մենք որ ասում եմ երկուս էլ այդ ամեն ինչի մեջ էփվում ենք impeachment-ի հետ կապված, խորհրդարանում լսումներ էին, ելույթներ եղան, այդ թվում մենք ենք ելույթներ ունեցել, ձեր ելույթն է շատ հետաքրքիր եւ կարեւոր եւ ակտուալ։ Շատ մարդիկ անկեղծ կարող եմ ասել մեր հարգարժան դիտողներն էլ տեսնել, լսեն դրա մասին, մարդիկ փողոցում էլ որ խոսում են շատերը, օրինակ ասում են Շարմազանովը ինչի խորհրդարանում չի, օրինակ շատերն են ուզում տեսնել Շարմազանովին նորից խորհրդարանում ու իրենք պատկերացնում են, որ ընդդիմությունը շատ ավելի ուժեղ կլինի, եթե Շարմազանովը լինի խորհրդարանում։ Պարոն Բաբայան ջան, տեսեք, բայց խոսքս ավարտեմ, ասեմ նոր ավարտեք, էլի, այս քանի որ կարևոր իմանալը շեշտեցի։ Ես կարծում եմ մեր հասարակության համար ավելի առաջնային պետք է լինի ոչ թե Էդուարդ Շարմազանովին տեսնել խորհրդարանում, այլ Նիկոլ Փաշինյանին չտեսնել վարչապետի պաշտոնում։ Դե մարդիկ կապում են այդ երկու բանը եւ ասում են մարդիկ կան, որոնք ընդհանրապես չեն խոսում, մարդիկ կան, որոնք այնտեղ ուղակի նստած են, բայց օրինակ եթե Շարմազանովը իր ելույթներով եւ իր ակտիվ կեցվածքով որպես ընդդիմադիր լիներ, ընդդիմության շանսերը ինչ որ չափով բարձր կլինեն, դա անկեղծ մարդկանց ասածն եմ ես փոխանցում։ Հարցը սենց է, ինչ էտապում է գտնվում impeachment-ը, մարդկանց դա էլ է հետաքրքրում եւ արդյոք ինչ որ պլան B գոյություն ունի եւ ուր է գնում այդ գործընթացը, եթե ունենք տենց տեղեկություններ։ Ավելի ամբողջական, քան երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է ասել, դժվարանամ ասել, նա վերջին դատական նիստերի ընթացքում նշեց, որ impeachment-ի նախաձեռնողները հայտարարել են արդեն նոր փուլի մասին, անկախ падգամավորների հետ քննարկումներ սկսելու կամ քննարկումներ ծավալելու մասին։ Ես ուզում եմ մեր ժողովրդի մոտ, որպեսզի սխալ հապճեպ տրամադրություններ եւ սպասումներ չառաջանա, մի շատ կարեւոր բան ասեմ, եթե մեր ընդդիմադիր գործընկերների ստորագրությունը դնելու համար պահանջվեց 4 ամիս, կարծում եմ տրամաբանական չէ, որ 4 շաբաթում անկախ падգամավորների կամ կպական падգամավորների ստորագրությունը տեսնենք։ Պարզ եմ ասում, էլի, ես առանց որևէ մեկի վրա քարտ նետելու, բայց ակնհայտ է, եթե Հայաստան դաշինքի մեր գործընկերները շատ ողջունելով որ նրանք ստորագրեցին, մի արդեն կա 34 ստորագրություն, բայց այնուամենայնիվ նրանց մտահոգությունները փարատվելու համար 4 ամիս պահանջվեց եւ ստորագրությունը դնելը անհեթեթություն կլինի կամ ոչ տրամաբանական մտածել պատճառը որն էր դրա։ Ինչ է։ Այդ 4 ամսվա անհեթեթության։ Չեմ կարող ասել։ Չեմ համենայն դեպս իրենք այն ժամանակ ասում էին որ բան է անլուրջ է։ Դա իրանց բացի որ անլուրջ է, համարում են որ դա իրենց դեմ է։ Հիմա փաստորեն որ ո՞նց տենց փոխվեց պլանները։ Իրանց հարցրեք, ես չեմ կարծում որ ճիշտ է, ես իրանց մեկնաբան եմ, մեր գերնպատակը մնում է մեկը նիկոլիզմից ազատվել է եւ օրինական ճանապարհով, իսկ օրինական 3 ճանապարհ կա։ Մեկ ընտրություններն 8 ամիս կա եւ մինչեւ ընտրությունները դեռ հաբոցված եմ շատ ջրեր կհոսեն։ Երկրորդը դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որը տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում ես գրեթե բացառում եմ։ Եվ երրորդը դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որը մեր համադրական նորմ է եւ
երկու շաբաթ առաջ կամ մի ամիս առաջ 6 ստորագրություններ կար, հիմա 34 ստորագրություն է։ Բնականաբար ես այնքան միամիտ չեմ կամ նորելուկ չեմ քաղաքականության մեջ, որ կարծեմ առանց փողոցային ճնշման կամ գործընթացների դա կլինի, բայց փաստը նա է, որ պետք է դանդաղ շտապելով գնալ ճիշտ ուղղությամբ։ Հիմա մենք պետք է գնանք այդ ուղղությամբ եւ կան գործիչներ, այդ թվում նաեւ նախկին ղեկավարներ, դիմադիր առաջնորդներ, որոնք ողջամիտ ժամկետների անուն են տալիս, թե մեկի համար ողջամիտ ժամկետը հունվարն է, մյուսի համար փետրվարն է, մեկի համար նոյեմբերն է, իմ համար էլ մինչև հունիսի 7-ն է ողջամիտ ժամկետ։ Շատ բարձ ասում եմ։ Արտահերթ ընտրությունների հավանականություն տեսնում եք։ Գիտեք, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Իմ եւ ձեր ուսումնասիրած Օտո ֆոն Բիսմարքն էր ասում, որ երկուսս էլ պատմաբաններ ենք, Բիսմարքի շատ ենք ուսումնասիրել այդ ժամանակաշրջանը։ Բիսմարքն ասում է քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, չեմ ուզում բացառեմ, բայց այս պահին չեմ տեսնում, որ նախադրյալներ միշտ կան, որտեղ ԿՊ-ն կարող է տեսնի, որ այդ իր խաղաղության պայմանագիր այդ տրաֆարետը, որը որևէ այլ բան չի, ընդամենը մակուլատուրա է, այդ նախարարստորագրված թուղթը դա մակուլատուրա է, որևէ լուրջ իրենից արժեք չի ներկայացում, սա ակնհայտ է։ Միգուցե եթե տեսնի, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջնում է, սա առաջի պատճառը, երկրորդը իշխանությունն է, ցանկացած իշխանություն միշտ արտահերթ գործընթացներին, արտահերթ ընտրություններին ավելի պատրաստ է, քան ընդդիմությունը։ Եկավ սա կարող է լինել երկրորդ պատճառը։ Ես չբացառելով, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնա արտահերթ զարգացումների, այնուամենայնիվ հիմա տենց լուրջ չեմ տեսնում, բայց չեմ էլ բացառել, չեմ էլ զարմանա, որ վաղ առավոտյան ինքան է, եւ երրորդ պատճառը կա միգուցե, որ ինքը չի գնա, կամ իրան շատ ծանոթ հետեւ կանի գնալուց առաջ, երբ որ եթե ինքը հրաժարական է տալիս, իմպիչմենտի գործընթացը կարա արագացվի, էլի։ Պարոն Շարմազանով, այս աշխարհում ինչից է ամենաշատը վախենում։ Հայրենիք կորցնելուց։ Ասենք արդեն հայրենիքի մի մասը կորցրել ենք, Արցախը կորցրել ենք, հայրենիք կորցնելուց։ Դե չհաշված են բնական վախերից, ինչ որ ցանկացած մարդ ունի, էլի, ծնող կորցնելուց, հարազատ կորցնելուց, այդ բնական է։ Ես սովորական մարդ եմ, իմ 2-0-2 ոտքով, ոչ այտենց հատուկ բան չեմ, բայց նաև բացի այդ ազնական, ընտանեկան այդ վախերից ընկերական, նաև չէ, էլի, առաջնային նաև հայրենիք կորցնելու վախերից եմ։ Իսկ ինչն եք պատրաստ, այսինքն ինչն եք պատրաստ չներել։ Ամեն ինչ էլ պատրաստ եմ ներել, եթե մարդը սրտով ներողություն է խնդրում, եթե մենք քրիստոնյա ենք, եթե Աստված մեզ ամեն ինչ ներում, եթե մենք ներողություն ենք խնդրում ու ապաշխարում ենք, ես ով եմ, որ դիմացին ինչը ներեմ։ Աստված է ներում, մենք էլ պետք է ներենք։ Եթե մարդ ապաշխարում է, 18 թվականի համար էի ասում, բոլորս գիտենք ինչեր են արել 18 թվականին։ Չեն կարող ներել չար մարդիկ։ Դուք պատրաստ եք իրաց ներել։ Հա, շատերին ներել եմ։ Այդ դագաղբերողների, լենտ կապողների։ Չեմ ասում հիացած եմ իրանցով, բայց որ ասում որպես մարդկային եւ որպես քրիստոնյա պատրաստ եք ներել այդ մարդկանց։ Ես մի բան կարող եմ ասել, հիմա կարող է դուք ինձ չհավատաք, չասեք ես մարդը sense բան է, ինչ հանդուրժողական մեկ կամերաների մոտ հանդուրժող է երևում։ Մենք շատ ազատ անկեղծ զրուցում ենք։ Բան ջան, ես իրանց չեմ ատում։ Խղճում են։ Մի մասին խղճում են, որ տենց տգիտություն է նայելու, այդքան չար են եղել։ Մյուս մասն էլ խղճում են, որ Նիկոլն իրանց խաբել է, Նիկոլի առաջ գործիք են դարել։ Հետո ես ով եմ ներեմ կամ չներեմ, մեկը ինձ ների, Վահան ջան, սա որպես եղբայրաբար եմ ասում, էլի ես տենց չէ, էլի կամ մարդիկ չպետք է ներենք, ախպեր դուք ով եք ներեք, չներեք, Աստված է բոլորից ներողը, սա ասել մարդը սխալական է, հիմա իսկ եթե իրավական խնդիր կա դատախազություն կամ իրավական դաշտի բարոյական առումով են մարդիկ, ովքեր որ իրանք ապաշխարում են, կարիք չկա գանի մոտ, ապաշխարում են եկեղեցում, Տեր հոր մոտ, եկեղեցում Աստծո մոտ, մի մարդը փոփոխության ենթակա է, ես եթե այդպես չլիներ, Պողոս Սավուղը չէր դառնա Պողոս Առաքյալ, էլի։ Այո։ Եթե Աստված քրիստոնյաների ամենամեծ հալածող Պողոս Սավուղին է ներել, երբ որ նա դարձել է Պողոս Առաքյալ, իհարկե, եթե մարդը նույն ձև քեզ հայհոյում է, ատում է, չարություն անում,
Նես չի որ մենք ծուցուկի համբոն ենք էլի խոսքի։ Կասեն 10 անգամ կստանան, այդպես էլ եղել է։ Մենք միասին աշխատել ենք 30 տարի իար ճանաչում ենք։ Նես չի որ ես թույլ կտամ մեկը խոսքի իմ առաջ ինքնահաստատվի։ Բայց եթե խոսում ենք ընդհանուր հանրության մասին, ավելի շատ խղճում եմ, քան թե ատում։ Ըստ ձեր կարծիքի ինչ հանրություն այսօրվա մեր հանրությունը։ Շատ Այն 7 տարի առաջ մենք ինչ ունենք, 18 թվական էյֆորիա, այդ ամենը բոլորս գիտենք։ Հիմա ինչ վիճակում է մեր Մենք շատ վատ վիճակում ենք։ Բոլորը բոլորին հայհոյում են։ Արժեքներն իջել են։ Պլինտուսից ցածր է դառել, նույնիսկ քաղաքական առումով չէ, էլի հասկանում ես։ Այն ժամանակ եթե նույնիսկ ես, երբ որ նայում եմ եթերները, այն ժամանակ հիմա դաժան բառապաշարն է փոխվել։ Հասկանում ես, սա շատ վատ է։ Էլ չեմ ասում մնացածների բառապաշար, որ իրար հայհոյում են, ինչ ասես ասում են, կլյա հասկանում ես, մեր թիվ 1 խնդիրը նիկոլիզմից հետո, բացի այդ անվտանգային ազգային այդ խնդիրները լուծելուց հետո պետք է լինի համերաշխության մտնոլորտ ու ամոթ առաջի քրիստոնյա հանրությունը, ես էլ մեջը չմտածեք ես դասեր եմ տալիս էլի, այսքան պլինտուսից ցածր խոսույթ լինի։ Շատ ահավոր վիճակ է։ Բան ջան, հետո ամենուրեք մենք հանդիպում ենք։ Նայում ես սաղ մեկը մեկին, հայ հա լավ, հանդուրժող եղեք, արա բազմակարծիք եղեք, ասինքն ես ազգային ժողովի փոխնախագահ եմ եղել, դու տեսել ես ու դու ընդդիմություն ես եղել, ես իշխանություն։ Երբևէ ես քո խիստ քննադատությանը հայհոյանքով կամ անհանդուրժողական ընդունել եմ։ Բացառված է։ Ես չկատարվում։ Երբևէ դու պատկերացնում ես ես ազգային ժողովում ընդդիմությունը խոսար, ես կնոպ կես սխմեի, ասեի անվտանգության աշխատակիցներ եկեք իմ գործընկերներին, էլ չեմ ասում որ շատերով բորեն ուման հարցակվեինք ընդդիմության վրա, տես բան եղել է։ Բացառված բան է։ Տես Նիկոլը բերել է բացի էս բանից, մի կողմից բերել է ավտորիտարիզ, մյուս կողմից բերել է քաոս եւ այն մյուս կողմից բերել է բան, ոչ թե անճաշակություն, հայհոյախառն բան։ Ես այն ուրիշ բան եմ ասում, չեմ ուզում ասեմ, մենք չպետք է իրանց հավասարվենք։ Ու ես միշտ իմ ընկերներին ասում եմ, քաղաքականության մեջ մենք չպետք է մոդայի ու տրենդի հետևից գնանք։ Ես կարոտ եմ բովանդակային հարցազրույցների, բովանդակային խոսքի, կապ չունի ինքը հանրապետականն է, ԿՊ-ա, որ բովանդակային բանավեճի կարոտ եմ։ Մեկը ասում է կապիտուլյանտ, մեկը ասում է դավաճան, մեկը հողատու, մեկը թալանչ, հա լավ հասկացանք։ Փաստ ես ներկայացնում, կանգնում են տգետի նման ասում են մինչև 18 թիվը բաներ։ Արդեն Ղարաբաղը տված էր։ Ազգային ժողովի ամբիոնից ասում արա, բա որ արա Ղարաբաղը տված էր։ Որդիդ ո՞նց է Ղարաբաղում ծառայում։ Եթե Ղարաբաղը տված էր, ո՞նց է Շուշիում Նիկոլ գնում ինագուրացիա։ Եթե Ղարաբաղը տված է, ո՞նց է 19 թվականի Ղարաբաղի բարակայակ Ստեփանակերտում գոռում էր Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Եթե Ղարաբաղը տված էր, ո՞նց էր պարլամենտում ասում, ինչ պետքա դա էլ բանակցում եմ։ Եթե Ղարաբաղը տված էր, ո՞նց էր կանգնում ասում, ես բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Երբ որ Ղարաբաղը տված էր, ո՞նց էր ասում, նոր պատերազմ, նոր տարածքներ։ Ու այդպես շարունակ։ Փոխարինը լսում ես մի հատ Իքի Բիրանոց մեկը, որը քաղաքական 0 արժեք ունի, Նիկոլի հանրականներով գնում են մի հայհոյանք են գրում, էշեշ խոսում, հասկանում ես։ Լավ, դե տեսնում ենք մեր ամենօրյա կյանքն է։ Ես լուրջ եմ ասում, մենք պետք է կարողանանք քաղաքականություն վերադարձնել քաղաքական լուրջ բանավեճը։ Քաղաքական բանավեճը։ Ինքը որ ասես ես իզմեր չունեմ, ճիշտ ասած, իզմերը նշանակում ոչ միայն լիբերալիզմի կոնսերվատիզմին ու սոցիալիզմին էին վերաբերում, որ ասում են չունեմ, կամ նացիոնալիզմին, այլ վերաբերում էին նաև կարմիր գծերին։ Համի ասում եք պարլամենտում, ցավդ տանեմ, պարլամենտում ես Ռաֆի Հովհաննիսյանի հետ եմ աշխատել, Վարդան Ուսկանյանի հետ ընդդիմադիրներն եմ ասում, էլի Վահան Հովհաննիսյան, լուրջ մարդիկ, դες բան եղել։ Մենք նույնիսկ ընդդիմությունից սովորել ենք, միգուցե իրանք էլ մեզնից։ Ստե գնաս ինչ անես։ Հարց ես տալի, ընդես մի անգամից կառավարությունը գործը թողած SMS-ով, WhatsApp-ով ուղարկում, մեկին էս, մեկին է, արդեն 7.5 տարի է դուք եք արա ղեկավարում այս երկիրը։ Նախկինը որ լավ էր 18 թվի չէր օրինակ 7.5 տարի է դուք եք ղեկավարում։ Նախկին ձեզնից խոսացեք։ Նախկինը հայրենիքապայել, արցախապայել հասնում։ Ամենազավեշտալին նաև այդ նախկին խոսույթ կոչվածը, հա, օգտագործում են նաև երկրորդ նախագահի կողմնակիցները։ Այսօր աչքովս Այսօր աչքովս ընկել էր մի քոչարանական քաղաքագետի հայտարարություն, որտեղ
իրենց հենց ստուդիայում ասել էր, որ այս իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունների ավանդույթները։ Օրինակ իրանց ղեկավարը եւ իրանց դիմացիները իրանք որն են, ասկեն իրանք նախկինում չեն եղել իշխանությունների հետ։ Նախ երկու բան կա։ Ինչ են թիրախավորում հենց Հայաստանի Հանրապետական։ Բաբայան ջան, նախ այստեղ պարոն Բաբայան ջան, երկու կարևոր բան կա։ Այստեղ երկու ծայրահեղություն կա։ Ծայրահեղություն համար 1 երկրորդ նախագահի ոչ բոլոր ֆիքսենք ոչ բոլոր եւ Հայաստան դաշինքի падգամավորները գրեթե ոչ մեկ այդ թեմայի մեջ չի մտնում, բայց կան աջակիցներ ասեն, ֆանատներ ասեն, թե այլ բաներ, այդ արդեն իստուլ չեմ տա, բայց հասկացաք ինչ եմ ասում, փորձում են ներկայացնել 98-2008 թվականը որպես դրախտ, ընթեր չկա, դրախտի միակ թագավորն ու իրականացնողն է երկրորդ նախագահին։ Կներեք ժողովուրդ, 98-2008 թվականին հանրապետականը ուր էր։ Հանրապետականը 98-2008 թվականին եղել երկրորդ նախագահի իշխանության գլխավոր հենարանը, քաղաքական։ Սերժ Սարգսյանը ուր էր։ Այդ որ ասում եք բան է, որ գովում եք ասում եք երկրորդ նախագահի օրոք, Քոչարյանի օրոք ամենակիչ կրակոցն է եղել։ Պաշտպանության նախարարն ով էր։ Սերժ Սարգսյանը, չէ՞։ Ինչ իրենց ձեռ չտալի չեն խոսում։ Կամ որ ասում եք ամենամեծ տնտեսական աճն է եղել։ Իհարկե ճիշտ եք ասում։ Բա վարչապետն ով էր։ Անդրանիկ Մարգարյանը։ Այսինքն, նենց են ներկայացնում, պիտով խոսում են մարդիկ, որոնք այն ժամանակ կամ դպրոցական են եղել, կամ ուսանող են եղել, բայց լիքվիդ ստանալուց են եղել, հասկանում ես, ոչ մի բան չեն հիշում։ Ֆիքսում ենք, այո, 98-2008 թվականը բազմաթիվ ձեռքբերումներ են եղել, բայց այդ ձեռքբերումների մեջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պաշտպանության նախարար, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը շատ լուրջ եւ հանրապետական կուսակցությունն է շատ լուրջ ծառակշիռ դերակատարում են ունեցել տիկնակ եւ պարոնակ սրա մասին մի մոռացեք երկրորդը ինչ վերաբերում է որ ասում են նախքին այսինքն հա մենք նախքին ենք հասկա եթե նախքինը հաղթանակն է մենք նախքին ենք իսկ նախքինը հաղթանակն է նախքինը Շուշի ազատագրումն է նախքինը ապրիլյան պատերազմի հաղթանակն է Նախկինը նայ, երբ որ Ալիևը կանգնում ասում էր փակ դռների հետևում ինչ ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նախկինը 2015-ի ապրիլի 24-ն է, երբ որ ՀԱՕ երկրի պատվիրակներ ծիծեռնակաբերդում էին։ Եվ մանկ անդամ երկու պետությունների ղեկավարներ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծիծեռնակաբերդում դատապարտում են հայոց ցեղասպանության իրականացումը։ Այդ է նախկինը։ Իսկ ներկան տենում ենք, իլ։ Բոլորն են տեսնում։ Եվ վերջին հարցը էլի վերադառնանք մեր քաղաքացիներին, երևի ես էլ, դուք էլ, մենք բոլորս ամեն օր առնչվում ենք այդ մարդկանց հետ, ովքեր որ հարց են տալիս, հարց տվող մարդկանց հետ, ասում են, բալա վերջի ինչ է լինելու։ Հիմա ես օգտվելով առիթից մեր հարգելի դիտողները թող տեսնեն, հետևորդները, թե մենք ոնց ենք այդ հարցին պատասխանում, այսինքն Շարմազանովի պատասխանը Քրիստոնյա մարդու համար, հայ քրիստոնյայի համար չի կարող վերջը վատ լինել, բայց դրա համար պետք է հավատ, հույս, կրտնաջան աշխատանք եւ նպատակներին ու սկզբունքներին նվիրվածություն։ Այլ ոչ թե մի անգամ փորձես, չստացվեց, մի անգամ միտինգի գնաս, չստացվեց, հիասթափվեց, թեթևաթափ լինես ու ընտրությունից ընտրություն հիշես քաղաքականության մասին։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, պարոն Բաբայան ջան, քաղաքականությունը չի հանդուրժում եւ չի սիրում հովարային անջատումներով թիմերի ու գործիչների։ Մեր մոտ տենց է, չէ՞։ Աշուն գարուն։ Հա, մենակ չէ, հովարը հենց դեպի ընտրություններս է սնկի նման թիմեր են առաջանում։ Էսի ընդդիմությունը, ընդդիմությունը, ընտրությունը բրցնում է կորում են։ Ընդդիմությունը Հանրապետական կուսակցությունը 90 թվականի ապրիլի 2-ից մինչև այսօր ամենօրյա ռեժիմով քաղաքականության մեջ է ու պայքարում է։ Ես չեմ ուզում այրեսով տամ։ Այդ որ հիմա ասենց բարձրագույն թազ անդիմադիրներ են հայտնվել, կեղծ անդիմադիրներ, նաև որոշները, որոնք որ Նիկոլի Շահերն են պաշտպանում։ Որոնք որ դիմադրության ժամանակ լռում էին, ՀՊՇ-ի ժամանակ լռում էին, կապիտուլյացիայի ժամանակ լռում էին, Արցախի հայաթափման ժամանակ լռում էին, Պրագայում Արցախ-Ադրբեջանի մաս ճանաչելու ժամանակ լռում էին, հիմա եկել դարձել են բան։ Ձեզան շատ են գորգորում։
Դե մենք չենք գոռում, մենք խոսում ենք։ Շնորհակալ եմ։ Մենք բարձր խոսում ենք, բայց չենք գոռում։ Շնորհակալ եմ նոտայի վրա ավարտելու համար։ Հարգելի մեզ հետևող քաղաքացիներ, մեր սիրելի հայրենակիցներ, այսօրվա իմ հյուրն էր Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Իսկ մենք կհանդիպենք